Սեներ մեր Տեր ու Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի անունով ողջունում եմ ձեզ։ Մեր Տիրոջ խաղաղությունը, որ վեր ամեն մի մտքից, թող լինի ձեզ բոլորիդ հետ, որ սիրեցիք մեր Աստծո, մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի հայտնվելը։ Օրհնյալ լինի իր սուրբ ու պատվական անունը։ Փառք Հիսուսին։ Կուզենամ ձեզ հետ բաժնիկից լինել Աստծո խոսքի ճշմարտությունից եւ հայտնությունից։ Տերը օրհնի ձեզ, որ դուք համարձակ լինենք, մենք բոլորս համարձակ լինենք Տիրոջ խոսքը պահելու մեջ, քայլելու մեջ նրա ճշմարտության ճանապարհներով։ Օրհնյալ լինի իր սուրբ ու պատվական անունը։ Կարդալու եմ Ղուկաս ավետարանի 20 գլխից 1-ի միջև 8 խոսքերը, 1-ից միջև 8 խոսքերը, Ղուկաս ավետարան 20 գլուխ 1-ից 8 խոսքեր։ Եվ եղավ, որ այն օրերի մեկին նա տաճարումը ժողովրդին սովորեցնելիս եւ ավետարանելիս քահանայապետերը եւ դպիրները ծերերի հետ վեր հասան եւ ասեցին նրան. ասիր մեզ, ինչ իշխանությունով ես անում այդ բաները, կամ ով է այդ իշխանությունը քեզ տվողը։ Եվ նա պատասխանեց եւ ասեց նրանց. ես էլ ձեզ մի բան հարցնեմ եւ ասեցեք ինձ. Հովանեսի մկրտությունը երկնքից էր թե մարդկանցից։ Եվ նրանք իրենց միջումը միտք արին եւ ասեցին. եթե ասենք երկնքից, կասի, ապա ինչու չհավատացիք նրան։ Եվ եթե ասենք մարդկանցից, բոլոր ժողովուրդը կքարկոծի մեզ, որովհետեւ համոզված են, թե Հովանեսը մարգարե է։ Եվ պատասխանեցին, թե չգիտեն, թե որտեղից է։ Եվ Հիսուսն էլ նրանց ասաց. ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությունով եմ անում այս բաները։ Հարցս հետեւյալն է, սիրելիներ։ Չգիտենք, թե խուսափում ենք պատասխանատվությունից, թե խուսափում ենք ճշմարտությունից, թե խուսափում ենք ճշմարտություն խոսելու։ Իրապես հարցը սա է. չգիտենք, թե չենք ուզում պատասխանատվություն կրել։ Եթե մենք եթանք Ծննդոց գրքի 4 գլխի, ինձ մոտ նշել եմ 9-րդ գլուխը, երբ որ Կայենը վեր կացավ եւ սպանեց իր Հաբել եղբորը, Աստված եկավ 9 խոսքում 4 գլուխ Ծննդոց գիրք։ Շատ պարզ ձևով մի հարց տվեց, ուր է քո եղբայր Աբելը։ Ուր է։ Ասես չգիտեմ։ Բայց Աստված այդ հարցը միտումնավոր տվեց Կայենին, փորձելով նրա համար մի պլատֆորմ ստեղծի պատասխանատվության։ Միգուցե նա զղջար, միգուցե նա զղջացել էր, կամ միգուցե նա հնարավորություն ստեղծեց Աստված մի պլատֆորմ, մի հարթակ ստեղծեց ապաշխարության համար, պատասխանատվություն կրելու համար Աբելի համար։ Բայց նա ասեց ներողություն Կայենի համար, բայց նա ասեց չգիտեմ։ Կարող է ես իմ եղբոր պահապանն եմ։ Սիրելիներ, տեսեք ուշադրություն դարձրեք, խնդրում եմ, եթե դուք տեսնեք Հոսեփի կյանքի մեջ նույն իր եղբայրները, ովքեր իրան գցեցին փոսի մեջ, հանեցին, ծախեցին, ուղարկեցին Եգիպտոս, մնացած հարցերի մեջ նա ստուգում էր։ Անցան շատ տարիներ, բայց նա մի փորձ արեց, որ տեսնի արդյոք մի պլատֆորմ ստեղծեց, սա Աստծո կամքն էր իհարկե։ Տեսնի արդյոք նրանց սիրտը զղջացել էր։ Արդյոք նրանք զղջացել են իրանց արածի համար այն ինչ որ արել են։ Արդյոք իրապես մարդը, ես խնդրում եմ քեզ, իմ սիրելի եղբայր ու քույր, շատ անգամ ինքներս փախնում ենք պատասխանատվությունից, հեշտ տարբերակ ենք ընտրում, ասելով չգիտեմ։ Մանավանդ ծնողներ ինչքան ուշադիր պետք է լինեն իրանց երեխաների հարցում։ Երեխաները ինչքան են սովորել դեռ մանկուց, հենց որ ուզում են խուսափեն պատասխանատվությունից, ասում են չգիտեմ, բայց դա սուտ է։ Իրապես կան բաներ մենք չգիտենք։ Մենք չգիտենք քամին որտեղից է գալի, ուր է գնում։ Մենք չգիտենք, թե Աստված ինչպես է մարդու որովայնի մեջ ստեղծում մարմինը, ոսկորները, իրապես մենք չգիտենք։ Իրապես կան հարցեր, կան ճանապարհներ, կան Աստծո գործեր, որ մենք չգիտենք։ Իրապես բաներ կան, մենք չգիտենք։ Մենք իրապես կարող ենք ասել ես չգիտեմ։ Ես կանչված եմ հավատալու, կան հարցեր, որ իրապես չգիտեմ։ Կան իրապես հարցեր, որը ինձ հարկավոր չի Աստծուն այդքան շատ տամ։ Շատ մարդիկ ընկել են իրանց իրական քրիստոնեական հավատքի կյանքից, ընթացքից զուտ մի բանի պատճառով, որ անդադիրոց ասում են ինչի համար։ Ինչի համար, ուզում եմ հասկանամ, ինչի համար այս հարցը։ Ոչ թե պրոստո ընտրել են հավատքով ընթանալուն, հավատքով հավատարիմ լինելու, ամբողջապես վստահելու Տիրոջը,
այլ անդադ հարց են տալի։ Հիմա կան բաներ, որ կարող է ես չիմանամ, բայց ես կանչված եմ ոչ թե ամեն ինչ պետք է իմանամ, այլ կանչված եմ վստահելու Աստծուն։ Ես կանչված եմ ամբողջապես վստահելու իմ փրկիչ Տիրոջ Հիսուս Քրիստոսին, վստահելու նրա խոսքին, նրա հոգու առաջնորդությանը։ Ես կանչված եմ հավատքով ընթանալու, ոչ թե երևույթներով, արդարը հավատքով կապրի։ Ես դրա մեջ կանչված եմ, բաներ կա, որ իրապես կարող է ես չտեսնեմ, բաներ կա, կարող է ես չհասկանամ այս րոպեին, բայց ես չեմ պրոստո մենակ կենտրոնում դրա վրա, որ всё ես պետք է դա իմանամ։ Միգուցե շատ բաներ կա, որ Աստված իր մեծ ողորմությամբ բացում է մեզ հասկանալու, ըմբռնելու համար այն ինչ որ հարկավոր է մեզ, հարկավոր է եկեղեցու շինության համար, հարկավոր է հանդիմանության սրբվելու սրբության համար։ Միանշանակ սա Աստված անում է իր փառքի անվան համար, որտեվ մենք նրա զավակներն ենք, բայց կան հարցեր, որ մենք չպետք է կենտրոնացած լինենք, ես կանչված եմ քայլելու հավատքով։ Այո Տեր, բայց դու բարի ես, դու արդար ես։ Ես հավատում եմ, ես վստահում եմ քեզ, իմ Աստված, ես ամբողջապես վստահում եմ։ Բայց կան հարցեր, որ մենք իրապես գիտենք, բայց մենք խուսափում ենք ու հեշտ տարբերակ ենք ընտրում, չգիտեմ։ Գիտեք, փարիսեցիներն ու քահանայապետերը նրանք անգիր գիտեին պատվիրանները, բոլոր կանոնները։ Վերցնենք 10 պատին, նրանք անգիր գիտեին, բայց նրանք իրանց մեջ խորհին, ոչ թե իրանք հեղինակությունն էր իրանց համար Աստծո խոսքը, Աստծո պատվիրանը, հեղինակությունն էր իրանց իսկ սեփական ստատուսը, իրանց իսկ սեփական դիրքը ժողովրդի մեջ, իրանց իսկ սեփական կոչումը։ Իրանք դրանք ավելի վեր դասին, քան թե խոսքը իրանց կյանքի մեջ։ Խոսքը թե ինչ ասում պատվիրանը, որ մի ստիր, բայց նրանք ասելով, որ քահանաներ են, փարիսեցիներ են, քահանայապետեր են, բայց իրապես, հələ տեսեք ովքեր են, ես 20-րդ գլուխը հենց նես չի, որ առաջի համարից կարդում եմ, եղավ որ այն օրերից մեկում նա տաճարում ժողովրդին սովորեցնելիս եւ ավետարանելիս քահանայապետերը եւ դպիրները ծերերի հետ վեր հասան։ Տեսեք ովքեր վեր հասան, բայց իրանք իրար մեջ ինչ խորեցին։ Սուրբ Գիրքը ինչ ասում, եթե չեմ սխալվում Սաղմոս 137-ում է, միգուցե դա ռուսերենով լինի, որ նա իր խոսք իր անունից վեր դասեց։ Բայց կան բաներ, փարիսեցիները իրենց անունը ավելի վեր դասին, քան թե Աստծո խոսքը։ Իրենց հեղինակությունը, իրաց պրեստիժը ավելի վեր դասին, քան թե Աստծո խոսքի հեղինակությունը։ Ես իմ այսօր հարցս քեզ է, սիրելի իմ քույր, սիրելի եղբայր, չգիտես թե ուղղակի խուսափում ես պատասխանատվությունից։ Միգուցե կոլեկտիվ կան ընկերներ, ընկերուհիներ, որոնց հետ դու շփվում ես, որ բոլորը ուզում են քեզ հետ մեկ լինեն ու ինչա որ քո հետ համաձայնված լինեն շատ հարցերից, շատ պատասխանատվություններից փախչում եք, բայց Աստված ձեզ համար պլատֆորմա, հարթակ է ստեղծում իրապես տալով հնարավորություն ապաշխարության, տալով հնարավորություն մենք իրապես ասելու Տեր, այս պլատֆորմ, այս հարթակը ստեղծել ես, որ հիմա ես իմ բաժին պատասխանատվությունս կրեմ։ Եվ եթե որտեղ ասելու է քեզ Տեր ներիր ինձ, ասեմ ներիր ինձ Տեր։ Որտեղ ասելու է պետք փառքը լինի քեզ Տեր, ասեմ քեզ փառք լինի։ Որտեղ ես գիտեմ, ասեմ այո Տեր, ես գիտեմ։ Կան բաներ, իրապես մենք խոնարհություն ենք անում։ Ես հիշում եմ Եզիկիել մարգարեին, երբ որ Տերը տարավ մի դաշտի մեջ, տեսավ ոսկորները, շատ մեծ քանակության ոսկորներ, ասի ինչ ես մտածում մարդի որդի, նրանք կենթանանան, ինչ կան, ասեց դու գիտես Տեր, դու գիտես Տեր, իրապես մեր կյանքում կան իրավիճակներ, որ մենք այդ պատասխանն ենք տալի մեր Տիրոջը, իրապես կան մեծ փառք, մենք ասում ենք Տեր դու գիտես, որ ուզենաս դա հաստատ կլինի։ Մի պահ կար, երբ որ Պետրոս առաքյալի կյանքում, երբ որ ասեց, եթե դրանք քեզ թողնեն, բոլորը քեզ թողնեն, մեկը այս չեմ թողնի, Տերն ասեց, ակլորը միջև կանչելի 3 անգամ ինձ կուրանաս։ Գիտես, Պետրոսի կյանքում մի իրավիճակ ստեղծվեց, որ նա եկավ մի իրավիճակի, երբ որ հարցնում էին, գիտես նրան, դու էլ արդյոք նրա հետ էր, այս ես չգիտեմ նրան։ Սա գրված է Մատթեոս ավետարանի 26:70-ում։ 26:70 հարցնում են Պետրոս առաքյալին, ասում է, գիտես նրան, ասում է ես չգիտեմ նրան, ինչի մասին, չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Ասում է դու էլ ես Գալիլեացի, դրա հետ էիր, ասում է չգիտեմ։ Սիրներ, քաղաք կանչում է, բայց Հովհաննեսի ավետարանի 20-րդ գլխի մեջ, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը սկսում է խոսել, ասել սիրում ես ինձ, սիրում եմ քեզ Տեր, սիրում եմ քեզ Տեր, ու երրորդ անգամ երբ որ ասում է սիրում ես ինձ, ասում է ամեն բան դու գիտես Տեր։
ու դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Գիտես, այս անգամ վստահությունը այն չէր, որ ես գիտեմ, ես քեզ սես չեմ ան, ասես դու գիտես, Տեր։ Սա Եզիկիելի պատասխանի պես պատասխան էր։ Դու գիտես, Տեր, որ ես քեզ սիրում եմ։ Ես ուզում եմ, որ մենք անկեղծ լինենք Հիսուս Քրիստոսի հետ, նրա Սուրբ Հոգու հետ, նրա թանկ Հոգու հետ։ Օրեր առաջ ես Տիրոջը պրոստը ժամանակ անցկացնելուց ես պրոստը երկրպագում եմ, ասում եմ, Տեր, ինձ սուրբ ես իմ Աստված, քո սուրբ ներկայությունը, Տեր իմ Հիսուս, քո սուրբ Հոգին, քո թանկ Հոգին, քո այն փառավոր Հոգին, Տեր, ինչ թանկ ես, ինչ քո ներկայություն, Տեր, երկրպագում եմ, Տեր։ Քո սրբությունը, Տեր, այդ սրբության ներկայության մեջ ես ասում եմ, Տեր, շատ անգամ մենք վիրավորում ենք քեզ, շատ անգամ, Տեր, մենք տրտմեցնում ենք քեզ, փառքի Հոգի, Աստծո փառավոր Հոգի, մենք շատ անգամ քեզ տրտմեցնում ենք, Տեր։ Շատ անգամ մեր վերաբերմունքը վիրավորում է քեզ, Տեր, ոնց է ստանում մեզ, իմ Աստված։ Իհարկե ես այդ րոպեին չէի սպասում այդ պատասխանը, բայց ուղղակի խոսում եմ այն ինչ որ Աստված է ինձ Հիսուսի փառքի ու փառքի համար, միայն նրա փառավոր անվան համար, սիրելիներ։ Ասեմ, Տեր, դու ոնց ես տամ նրա սրբության ճոխությունը, որ դու հալվում ես, երկրպագում ես երեսնի վրա նրա փառքը տեսնելով, նրա սրբությունը տեսնելով, ասում եմ, փառքի Հոգի։ Շատ անգամ մենք վիրավորենք ների, Տեր, իրապես ների, բայց դու ոնց ես տանում ես։ Ու գիտեք ինչ ասում ինձ Սուրբ Հոգին։ Ինչ է հիշեցնում։ Ինձ հիշեցնում է Տիրոջ մեր խոսքեր, ասում է, դու մտածում ես, տղա ջան, որ խաչի վրա Հիսուսն ասում էր, ների դրանց հայր չեն գիտակցում ինչ են անում, դա ռոմեացիների ռոմեական բանակի զորքի համար էր այդ ասում։ Սա քեզ համար էր ասում։ Ամեն անգամ քեզ հետ աշխատելիս ես իմ որդու բառերն եմ հիշում։ Ես որ ասում եմ Սուրբ Հոգի, թանկ Հոգի, դու ոնց ես մեզ տանում։ Ես գիտեմ, որ սիրում ես, բայց դու այնքան սուրբ ես, այնքան զգայուն ես, այնքան նուրբ, Տեր, բայց մենք չենք նկատում ոնց ենք շատ անգամ վիրավորում մեր պահվածքով, մեր վերաբերմունքով, մեր բառերով ոնց ենք տրտմեցնում քեզ, Աստված։ Տեր, ես սիրում եմ քեզ։ Ոնց ես մեզ տանում։ Ու ինձ Տերը օգնում է։ Ես ամեն անգամ իմ որդու բառերն եմ հիշում։ Ամեն անգամ ինձ հետ ես ինձ եմ ասում։ Քեզ հետ աշխատելիս ես իմ որդու բառերն եմ հիշում։ Ների դրանց չեն գիտակցում ինչ են անում։ Օ Տեր, ինչ թանկ է քո այրունը, որ ես ոչ մի բանով չեմ պարծենում, բացի իմ Տեր Հիսուս Քրիստոսի խաչով։ Տեր, ինչ թանկ ես դու։ Ես ոչ մի բան, нету моей заслуги там. Это заслуга Христа. Սա իմ Տիրոջ փառքն է, հանուն նրա։ Տեր, ես քեզ սիրում եմ, Տեր։ Ես չեմ ուզում ասեմ չգիտեմ։ Գիտես, մի տեղ եմ ինձ մոտ նշե Հովհաննեսի ավետարանի 8:55-ում գրված է, Հիսուսն ասում է, փարիսեցիներին ասում է, եթե ես ասեմ նրան չգիտեմ, ձեր նման ստախոս կլինեմ։ Փաստորեն շատ անգամ, որ մենք ասում ենք չգիտեմ, դա ստախոսություն է Տիրոջ առաջ։ Բայց մենք իրապես գիտենք։ Զաքարիայի 8:16-ում Զաքարիա մարգարեության մեջ ասում է, ամեն մեկը թող իր ընկերոջ հետ խոսի ճշմարտությունը։ Մենք ոչ թե միայն կանչված ենք ճանաչելու ճշմարտությունը, նաև խոսելու ճշմարտությունը։ Մենք պետք է սովորենք լռել ճշմարտությունով, որ չտրտմեցնենք Աստծո փառքի հոգուն, որ իրապես չվիրավորենք։ Շատ անգամ մենք փորձում ենք լռել, բայց ոչ ճշմարտությունով, այլ վիրավորանքով, ատելությունով, նախանձով, չգիտեմ, մրցակցությունով փորձում ենք լռել։ Այդ լռությունը ճշմարտությունից չի։ Ես կանչված եմ ճանաչելու ճշմարտությունը, խոսելու ճշմարտությունը եւ լռելու ճշմարտությունով։ Եթե տեղն եկավ լռելու, ուղղակի լռեմ ճշմարտությունով։ Տեսեք, փարիսեցիներն ու քանայապետերը, դպիրները, ծերերը չէին ընդունում, ինչի համար չէին ընդունում Հիսուսին։ Նախ նրանք մերժել էին Հովհաննեսի ծառայությունը։ Հովհաննեսի ծառայությունը, որը երկնքից էր։ Շատ անգամ երկնքից ծառայություններ կա, որ մարդկանցից չի, բայց երկնքից է, մենք շատ անգամ մերժում ենք ու շատ անգամ չենք կարողանում Աստծո կամքը ընտրել։ Նրանք մերժեցին Հովհաննեսի ծառայությունը, դրա համար չէին կարում ընդունել Քրիստոսի ծառայությունը։ Նրանք մոտեցել էին, նրանք ամեն ինչ անում էին, ոչ թե ուղղակի
պտուղից ճանաչեին։ Սուրբ Գիրքը ինչ ասում է Մատթեոս ավետարան 7-րդ գլխի մեջ սկսված 16 խոսքերից մինչև 21 համարները, ինչա մեզ սովորեցնում, որ նրանց պտուղներից կճանաչեք իրենց։ Նրանք ոչ թե ուղակի տեսնում էին Քրիստոսի պտուղները, որ ասեն այո, քո պտուղները տեսնելով դու Աստծուց ես։ Ոչ, միջև այսօր այդ նույնը կրկնվում է։ Մարդիկ ոչ թե պտուղն են մանգալի, որ իրապես տեսնեն, այլ մարդիկ թերություններն են մանգալի։ Այդ նույն ընտանիքում է իմ սիրելի եղբայր ու քույր, կինը ամուսնու վրա է թերություն մանգալի, ամուսինը կնոջ վրա է թերություն մանգալի, որ ինչ որ մի բանի մեջ ստեղծվի հակառակություն։ Թերություններ են մանգալի, քրիտիկա են մանգալի, մեկը մյուսի նկատմամբ, երեխան ծնողի մեջ, ծնողը երեխու մեջ, միգուցե քո աշխատանքի վայրում, տնօրենը աշխատակիցների տնօրենի մեջ, միգուցե քո աշխատակից ընկերների մեջ, ամեն անգամ թերություն են մանգալի։ Ոչ թե Քրիստոսի փառքը, ոչ թե իրապես տեսնելու այն ինչ որ են արժեքները արդեն կա մեր Տիրոջ մեջ։ Ես չեմ խոսում մեղքի հետ համաձայնության մասին։ Ես չեմ խոսում ուղղակի որ դու այդպես կոմպրոմիս մեղքի հետ։ Ես չեմ խոսում որ հանդիմանության մասին։ Ես խոսում եմ թերության մասին, որ չարությունից է եւ խստասրտությունից է գալի։ Որ դու չես ուզում, չես ցանկանում տեսնել։ Չես ցանկանում անջատես, ինչ ասում Երեմիայի մարգարոյության մեջ 15-19-ում ասում է, եթե պատվականը անարգից տարբերես, անջատես, իմ բերանի պես կլնես։ Շատ անգամ մենք պատվականը անարգից չենք անջատում։ Պատվականը անարգից շատ անգամ մարդկանց իրական իրավիճակը դևերից, խավարի իշխանությունից չեն կարող անջատենք, որ ասենք սա մարդկային չի, սա իրապես ազդեցություն է, որ այս մարդը ընդունել է։ Մենք ամեն անգամ թույլ ենք տալի Աստծո հոգին մեզ հետ աշխատի, բայց մենք այդ ընթացքում նաև ինքներս ենք սովորում աստվածային բնության հետ հաղորդակից լինելու։ Մեր էությունը թույլ ենք տալի փոխվելու, Սուրբ Հոգու հետ հաղորդակցություն ունենալու։ Սրտիս մեջ համար կա առաջի 2 Պետրոսի թուղթն է, տեսեք ինչ է գրված, սիրելիներ, խնդրում եմ, ուշադիր եղեք Աստծո ճշմարտության խոսքի վերաբերյալ։ Նայեք, 2 Պետրոս առաջի գլուխ 3-րդ խոսքից եմ կարդում, ուշադիր նայեք, ասում է, ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի եւ աստվածապաշտության համար պետք է նրա գիտությունովը, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինությունով, որոնցով ամենամեծ եւ պատվական խոստմունքներն են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը, աշխարհքի մեջ ցանկությունը եղած ապականությունից հեռու փախչելով։ Հələ տեսեք, բայց ինչ միտք ասում, որոնցով ամենամեծ եւ պատվական խոստմունքներն են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը, առաքինությունը, որ տված է, ստեղ որ սկսում ասում է, եւ սույն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հավատքի վրա ներկայացրեք առաքինություն, առաքինությունով գիտություն, գիտությունով ժուշկալություն, եւ ժուշկալությունով համբերություն, եւ համբերությունով աստվածապաշտություն, եւ աստվածապաշտությունով եղբայրասիրություն, եւ եղբայրասիրությունով սեր, որովհետև այս բաները ձեզանում մնալով եւ աճելով դատարկ եւ անպտուղ չեն անի ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությունովը։ Հələ տեսեք, խնդրում եմ ձեզ մի կարևոր բան։ Մենք կարդում ենք 2 Կորինթացիների մեջ 2 Կորինթացիների 13-13-ում ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի ձեզ հետ։ Տեսեք ինչ ասում, առաքինությունները տված է մեզ աստվածային բնության հետ հաղորդակից լինելու համար։ Մեր էությունը, որ փոխվում է աստվածային, իրապես էությունը փոխվելով Տիրոջ առաքինություններով, որ մենք սա քրիստոնյայի առաջիկա առաքինությունները, որի մասին Աստվածաշունչը խոսում է, սա մեզ հաղորդակից է դարձնում աստվածային բնության հետ։ Խնդրում եմ ձեզ, ուղղակի բառը, որ ասում է, որ Սուրբ Հոգու հաղորդություն լինի մեզանից ամեն մեկի հետ, սովորեք տեսնել այն առաքինությունը, ինչպես ենք մենք աստվածային բնության հետ հաղորդակից լինում։ Այն առաքինություններով, որ իրապես Սուրբ Հոգին ուզում է մեզանից ամեն մեկին դարձնի, փոխի մեր էությունը, նմանեցնելով իր որդուն Հիսուս Քրիստոսին։ Ես մի բան կա, որ կուզենամ պատմեմ սրա մասին, իհարկե ասել եմ տարիներ առաջ, մի բան, որ իմ կյանքի մեջ մեծ անդրադարձ է եղել։
շատ մեծ, Հիսուսի փառքի համար եմ սա պատմում, սիրելիներ։ Իմ աչքերի առաջ 2018 թիվն էր դա։ Ես իմ աչքերի առաջ տեսնում եմ սպիտակ աղավնին, իհարկե ես արդեն գիտեմ իմ սրտի մեջ, որ սա Սուրբ Հոգու խորհուրդն ունի, փայլուն, աննկարագրելի մարդկային բառերը դրան քիչ են ներկայացնելու նրա փառքը, նրա ճոխությունը, նրա սրբությունը, նրա սպիտակությունը, նրա փայլը։ Բայց ես ոնց որ անձրևից հետո որ ցեխ ա լինում հողը, թրջվում է, սենց այդ ցեխը հողոտ վերցնում եմ ու շպրտում եմ, ու սենց ուղիղ աղավնու կոմը, որ նստած է իմ տան կտուրի վրա, ու ես գցում եմ իրա կողմ ու ասում եմ թռիր։ Նորից սկզվում եմ, նորից այդ ցեխը վերցնում եմ հողը ու շպրտում եմ իրա կողմ, ասում եմ թռիր։ Աղավնին չի ուզում թռնի, ուղակի ձախ անում, աջ անում, վերև ա թռում, ներքև, որ այդ ցեխը իրան չկպնի։ Ու ես իմ աչքերը բացել եմ, ինձ պետք չէր այդ րոպեին ինչ-որ բացատրություն, ես գիտեմ, ինչ-որ մի գործողություն կա, որ սա իրապես տրտմեցնում է Սուրբ Հոգուն։ Նա սուրբ է, նա կատարյալ սուրբ է։ Անբացատրելի է իմ այդ բառերը ներկայացնելու, բառերով ներկայացնելու, բայց նա կատարյալ սուրբ է, կատարյալ, անբիծ սուրբ։ Ես ասում եմ Տեր, քո ճերմակությանը, քո սրբությանը չվնասելու, դու չես ուզում ինձ էլ վնասես, ուղղակի դու էլ չես կարող տանել դա, ուղղակի ձախ աջ ես անում, որ դա ցեխը քեզ չկպնի։ Իհարկե մենք կարանք մտածենք ցեխը, հողը մարմնավոր բնույթն է, մարմնավոր մտածելակերպն է, այտենց էլ մտածի, դա մարմնավոր բնույթն է, բայց կային բաներ, որ այդ ժամանակ Սուրբ Հոգին ինձ բացեց, ես քաղաքավարությունից ելնելով էթում եմ կոմպրոմիսի, ինչի այդ բամբասանքի, մեղադրանքի, դատապարտությունների, չարախոսությունների հետ։ Ես չէի իմանում իհարկե, բայց ես կանգնում եմ մարդկանց կողմ, ասում եմ դե լավ, ոչինչ, հիմա դե մարդ հա թող շարունակի։ Ոչ, սա ցեխ է, որ շպրտում եմ ես Տիրոջ Հոգու կողմը։ Սատան չի կարող տան, նա սուրբ է, նա այնքան նուրբ է։ Ես հարցը չեմ խոսում նրա մասին, որ մենք մեղավորների հետ չենք շփվում։ Երբեք չմտածես հանգարց տենց, Տերը հենց եկավ մեղավորներին ապաշխարության կանչելու։ Ես դրա մասին չեմ ասում։ Երբ որ դու միտումնավոր գիտես ճշմարտությունը, ես հիմա սովորել եմ։ Երբ որ էթում է դատապարտություն կամ բամբասանք, ասեմ սիրելի եղբայր կամ սիրելի քույր, թեկուզ նա չի ճանաչում, թեկուզ նա դեռ չի փրկված, ես ասում գիտես մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինչ ասում, մի դատիր, որ չդատվես։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, ինչ չափով չափես, քեզ էլ կչափվի։ Խնդրում եմ քեզ։ Ես առաջի անգամ 2018 թվին ինչպես Դավթի 51-րդ Սաղմոսը վերապրել եմ։ Ես իրապես հասկանում եմ Դավթին, որ ասում է իզնից վեր չառնես քո Սուրբ Հոգին, Տեր։ Չվերցնես ինձանից քո Սուրբ Հոգին։ Ես իրապես վերապրեմ, ես աղերսում ու խնդրում եմ Տիրոջը։ Ես միջև ճաշի ժամը ես իրապես մի կորուստ եմ ունեցել, որ դատարկ եմ, ասում ես անոթը մնաց դատարկ իմ Աստված։ Այս անոթը մնաց դատարկ, միգուցե ես չէի իմանում, որ փրկության օրը քո Սուրբ խոսքն ասում է, որ նրա հոգով դուք կնքվեցիք, փառքի հոգով կնքվեցիք ձեր փրկության օրը։ Տեր, ներիր, ես չեմ հասկացել սա։ Ես չեմ հասկացի ինչքան թանկ բան ես տվել ինձ, սա իմ գիտելիքից չէր, իմ գործերից չէր, քո քավության զոհով ես ինձ տվել սա։ Իմ Աստված, ես չեմ ուզում էլ քեզ տրտմեցնեմ։ Ես տեսել եմ ոնց է փառքի հոգին իջնում ինձ գրկում։ Եվ ես ասում եմ Տեր, ոչ թե իմ արցունքների պատճառով փառքի հոգին ինձ լցրեց ու լցնում է, այլ քո զոհի Տեր։ Պատճառը քո քավությունն էր իմ Աստված։ Պատճառը քո թափված այրունն է, պատճառը քո թափված քրտնիկն է ինձ համար։ Իմ Աստված, դրա համար պարծենում եմ Տեր քեզանով։ Դրա համար պարծենում եմ իմ Աստված քո սուրբ մեծ փառքովդ, զորացին Տեր։ Փառքես Տեր։ Ոզիա թագավորի մասին այս վերջերս մի երկու ամիս առաջ էր կարդում եմ Ոզիա թագավորի մասին 26-րդ գլուխն է։ Երկրորդ մնացորդաց 26-րդ գլուխը կուզենամ հորդորում եմ իրապես կարդակ այդ խոսքերը, ու այնտեղ կտեսնեք Ոզիա թագավորը ինչքան մեծ գործեր անում, իրապես Աստված օրհնում է նրան զորավոր ձևի, բայց գալիս է մի պահ, որ նա մտնում է տաճար, պետք է խունկ ծխի, այդ խնկարկությունը անի, դա միայն քահանային էր, քահանաները պետք է անեին, ղևտացիները, ու ասկուշացնում են մի արա դա, մի ապստամբություն արա, եւ իրապես նա անում է եւ բորոտություն է գալի նրա վրա։ Ես հարցնում եմ Տիրոջը, ասում եմ Տեր,
Այսօրվա նոր կտակարանյան ոնց կարելի ընդունել դա Տեր, ոնց կիրառեմ ինձ համար Տեր, Ոզիա թագավորի օրինակը ինձ ցույց տուր իմ Աստված, ոնց դա կիրառեմ։ Ես այն ինչ ասում եմ ձեզ, ես հավատացած եմ, որ սա Աստծո ճշմարտությունն եմ ասում եւ Աստծո հոգուց տրված պատասխան։ Ես ուղղակի ասում եմ այն ինչ որ ես ինձ մոտ նշում եմ, առանձնացնում եմ Քրիստոսի սփառքի համար։ Եթե դուք ուշադիր կկարդաք երկրորդ Մնացորդաց 26-րդ գլուխ, կտեսնեք նա խոսում է այն մեծ գործերի մասին, որ Տերը Ոզիա թագավորի ճոցով կատարել է, իրապես օրհնելով նրան։ Իսկ Տերը ինձ ցույց տվեց մի կարևոր պունկտեր, ոնց կարելի է դա կիրառել այսօր մեզ համար, նոր կտակարանյան հավատացյալներիս համար, ոնց դա կարելի է այդ ճշմարտությունը կիրառել։ Եվ Տիրոջ իմաստությունով ասում եմ, շատ անգամ մենք կարանք մեր միջոցով Աստված մեծ գործեր կար անի, իրապես բժշկություններ, աղոթքներ, շատ բաներ։ Միշտ հիշի տղա ջան, որ իմ առաջ ներկայանալդ քո չլինի հանկարծ քո գործերից։ Միշտ որ կմտնես իմ ներկայության մեջ հիշի Հիսուսի այրունը։ Ամեն բան դու գործերով չես մտնում նրա ներկայության մեջ։ Հանգարց չլինի, որ տեսնես մի 10,000 հոգի ապաշխարեցին, միլիոնավորները բժշկվեցին, ազատագրվեցին, ու դու այդ գործերով հանգարց զգաս իմ առաջ։ Չփորձես դա անես։ Միշտ իմ սրբարան քո մուտքը դա որդուս այրունով է, դա Քրիստոսիս իմ փրկչի թանկ այրունով է։ Կուզես ոնց կուզես դա ըմբռնի ու հասկացի, թող Տերը քեզ օրհնի։ Ես ասում եմ Տեր, ես քեզ սիրում եմ։ Օրհնյալ Աստված փառք քեզ։ Օրհնյալ Տեր փառք քեզ։ Ես գոհանում եմ քեզանից Տեր, որ քո իրապես ճշմարտությունը ազատագրում է Տեր։ Ինքը հենց Քրիստոս իր սեփական այրունով մտավ հոր առաջ, հոր սրբության, հոր ներկայության սրբարան մտավ, Եբրայեցիներից թուղթն ասում հենց իր սեփական այրունով, մեր Տերը։ Ու ես ասում եմ Տեր, սա է մի արդարացումը, որ ես ունեմ իմ Տիրոջ, իմ հոր առաջ։ Իսկ այն ինչ որ աշխատում է մեր մեջ, դա ուղղակի քո շնորհքն է, որ իմ մեջ աշխատում է Տեր, որ իմ մեջ իրապես աշխատում է, դա քո փառքի շնորհքն է Տեր։ Գոհանում եմ քեզանից Տեր։ Գոհանում եմ քեզանից Տեր, ոչ գործերով է, ոչ արածներով է Տեր, որ ներկայանում եմ քո առաջ, այլ որդուդ Հիսուսի պատվական սուրբ այրունով Տեր, շնորհակալ եմ։ Իսկ գոհանում եմ քեզանից, որ շնորհք ես տվել ինձ քեզ ծառայելու Տեր, քո խոսքով բաժնեկից լինելու քո ժողովրդի հետ Տեր, քո ավետարանը քարոզելու Տեր, ես շնորհակալ եմ քեզանից քո տված պարգևներիդ, պտուղներիդ համար, օրհնյալ Տեր։ Բայց ես ամեն անգամ Հիսուս շնորհակալ եմ արյանդ համար, գոհանում եմ Հայր, որտեվ այդ այրունն է, որ ինձ տանում է սրբարան քո ներկայության մեջ, ոչ իմ գործերը, ոչ իմ մտքից եկած իմ գաղափարները Տեր, ոչ այն գործերը, որ դու կատարել ես քո փառքի անվան համար, այլ քո սուրբ ու թանկ այրունը Տեր, ահա ինչով պետք է պարծենամ, ահա ումով եմ ուզում պարծենամ, իմ Քրիստոսի խաչով, իմ Աստծով։ Փառքեզ Տեր, շնորհակալ եմ իմ Աստված, Տերը թող օրհնի քեզ, Տերը զորացնի քեզ, Տերը հաստատի քեզ, սիրելի իմ աղբեր, սիրելի իմ քույր, եկեք իրապես այսօր որոշում կայացնենք չտրտմեցնելու Աստծո հոգուն, չվիրավորելու Աստծո սուրբ ու թանկ հոգուն, ով մեզ առաջնորդում է Քրիստոսի շավիղների մեջ, ով մեզ նմանեցնում է Քրիստոսին, ով մեր միջոցով ու մեզ հետ համաձայնվում ենք Սուրբ Հոգով փառավորելու Քրիստոսից թանկ, մեծ, սուրբ ու պատվական անունը, արժան է մեր Տերը։ Տերը քեզ օրհնի, Տերը քեզ զորացնի ու Տերը հաստատի քեզ։ Օրհնյալ լինի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի սուրբ անունը։ Մնացեք խաղաղությամբ, սիրելիներ։